Ողջույն, Armenia TV եթերում ես սկսում եմ աշխարհի համերով ծրագրի արդեն 4-րդ եթերաշրջանը։ Դա նշանակում է նորից բացահայտումներ, նորից հետաքրքիր վայրեր։ Առաջին երկիրը, ուր այս պահին մեկնում եմ, լինելու է Եգիպտոսը։ Սակայն ես ձեզ խոստանում եմ, ձեզ եմ ներկայացնելու բացարձակապես նոր Եգիպտոս, որի մասին դուք երբեք չեք լսել։ Ինձ բարի ճանապարհ դեպի Շարմ էլ-Շեյխ։ Ես սկսում եմ արկածներս խորհրդավոր Եգիպտոսում։ Թեև մեր մոլորակի ամեն երրորդ բնակիչը հաստատ եղել է Եգիպտոսում, բայց ձեզ խոստանում եմ բացահայտել բոլորովին նոր երկիր։ Այսօր ծրագրում մենք կանցնենք ամենաշքեղ հյուրանոցից մինչ ամենամատչելին։ Տեղի խոհարարի հետ բամիայով ոչխարի միս կպատրաստենք, իսկ հետո էլ կվայելեմ զարմանահրաշ կոշարին։ Այս տարին տարօրինակ էր բոլոր առումներով։ Այն սահմանեց նոր կարգեր ու նոր օրենքներ։ Երբեմնի մարդաշատ ու ակտիվ օդանավականները հիմա դատարկ են։ Հաշված մարդկանց կտեսնես սպասասրահներում։ Մարդիկ նստում են սոցիալական հեռավորություն պահպանելով։ Կրում են դիմակներ, միմյանց հետ չեն շփվում։ Ընդամենը 3 ժամ ու վայրեջք կատարենք հեքիաթային Եգիպտոսում։ Հետևում եմ թողնում աչքիս առաջ փռված հայաստանյան բնապատկերներն ու մտածում մոտալուտ վայելքների մասին, որ ինձ առաջարկելու է իմ այդքան սիրելի տաք կարմիր ծովը։ Ինչպես գիտեք, Հայաստանից կան յուրաքանչյուր շաբաթ ուղիղ թռիչքներ դեպի Եգիպտոս։ Այս պահին, ինչպես նշեցի քիչ առաջ, մեկնում եմ Շարմ էլ-Շեյխ, թռիչքի տևողությունն է 3 ժամ, պետք է վայելել թռիչքը եւ Ռոյալ Արմենիայի սուրճը, որ ինձ է սպասում կարմիր ծովը։ Մոտ է, ես արդեն տեսնում եմ կարմիր ծովը։ Շարմ էլ-Շեյխը ուրվագծվում է աչքիս առաջ։ Ծանոթացեք 1000 ու մի հյուրանոցների համաշխարհային կենտրոնի հետ։ Շարմ էլ-Շեյխը զբոսաշրջային մեծ կենտրոն է, որտեղ կարող ես գտնել ցանկացած գնի, ճաշակի, որակի եւ տեսակի հյուրանոց։ Բավական է միայն ցանկանան։ Եգիպտոս։ Ինչքան գաղտնիքներ ունես քո մեջ ամբարած։ Մարդկության պատմության հենց նախաշեմին կանգնած բեդուինների, ուխտերի, խորհրդավոր բուրգերի, հին քաղաքակրթության այս օրանը դարերի խորքից է եկել ու հասել մեզ։ Այստեղ կողք կողքի ապրում են հնագույն մշակույթն ու ժամանցային ամենանորաձև կենտրոնները։ Ոչ մի րոպե չլռող այս երկրում չընդհատվող խոսակցություններ են, խառնաշփոթ ու ակտիվություն։ Սա ամենափոշոտ առավոտների ու ամենահեքիաթային մայրամուտների երկիր է։ Եգիպտոսը հնի ու նորի ամենախառնաշփոթային խաչմերուկն է, որով կյանքում գոնե մեկ անգամ անցնել անպայման արժե։ Բարոն Ռիսորտ, իսկապես շքեղ հյուրանոց, ու այն առանձնապես գովազդելու կարիք չունի։ Օհո, այ հիմա հասկանում եմ ինչու է շքեղությունը։ Թարմ հյութ վայելեք։ Շնորհակալ եմ շատ, շնորհակալություն։ Անուշ լինի։ Հուսով եմ այստեղ ազատ համար կա եւ
հնարավոր կլինի մեկ գիշեր կանգ առնել։ Ողջույն։ Բարի գալուստ։ Մի անգամից զգացվում է, որ իզուր չէ, որ ասում եմ, որ Baron Resort այստեղի լավագույն հյուրանոցներից մեկն է, որտեղ որոշել եմ կանգ առնել։ Նախ ուզում եմ հասկանալ ազատ համար ունեք, թե ոչ, որպեսզի այստեղ մեկ գիշեր կանգ առնեմ։ Այո, իհարկե ունենք ազատ համարներ։ Մեկ գիշերվա արժեքը կազմում է $120 ԱՄՆ։ Ահա, դե ինչ, իհարկե պետք է կանգ առնել, իդեպ կարող եմ վճարումը կատարել American Express Gold քարտով։ Այո, իհարկե կարող եք քարտով կատարել վճարումը։ Այս կղզում կա ամեն բան կազմակերպելու համար ձեր հանգիստը լավագույնս եւ առասարակ երբ որ գալիս ես այստեղ Շարմեշեխ մտածելու այլևս ոչինչ չունես ամեն բան քո փոխարեն մտածված է իհարկե եթե ընտրել ես ճիշտ հյուրանոց ինչը շատ կարեւոր է Համեցեք ահա կխնդրեմ սպասեք եւս 10 րոպե ու ձեզ կուղեկցենք համար Շնորհակալ եմ դե ինչ ընդամենը 10 րոպե եւ ես արդեն կունենամ հնարավորություն ծանոթանալու Շարմեշեխի լավագույն հյուրանոցներից մեկի հետ։ Սպասիբա, շնորհակալ եմ։ Այս հյուրանոցի մասին գիտեն բոլոր նրանք, ովքեր նախընտրում են հանգիստ անցկացնել հարմարավետ, հետաքրքիր ու ճոխ պայմաններում։ Շքեղության սիրահարների համար այստեղ կա ամեն բան։ Դրախտային այգիներ, լազուր կապույտ լողավազաններ, երեխաների ժամանցի համար նախատեսված շատ ու շատ վայրեր։ Baron Resort-ն ասես առանձին մեծ քաղաք լինի կամ կղզի, որտեղ կա ամեն բան վայելքների համար։ Իդեպ այն Կարմիր ծովի հենց ափին է։ րոպեն անցավ, դա նշանակում է իմ համարը արդեն պատրաստ է։ Baron Resort-ը 5 աստղանի հյուրանոց է։ Հետևաբար այստեղ ամեն բան գերազանց ու մանրակրկիտ ընտրության արդյունք է։ Ամեն մի մասնիկ ու իր հարդարանքի ամեն պարագա ու կահույքի տար մտածված է։ Պատահական ոչինչ չես գտնի։ Կասկած չկա, շքեղության ու նրբաճաշակության իրական համադրություն է։ Դե իսկ սա էլ իհարկե արդեն անհատական լողավազանը հատուկ ինձ համար, իսկ առջևում իհարկե Կարմիր ծովն է։ Հիմա եմ հասկանում ինչու է շատ կարևոր շքեղ վայրում կանգ առնել այստեղ Շարմեշեխ քաղաքում, սակայն ինչպես խոստացել էի քիչ առաջ եկավ ժամանակը, որպեսզի հենց հիմա ձեզ հետ միասին տեղափոխվենք այս կղզու ամենամատչելի հյուրանոցներից մեկը։ Ահա եւ գտնվում եմ Շարմեշեխ քաղաքի ամենամատչելի հյուրանոցներից մեկում։ Չնայած որ հյուրանոցը մատչելի է, բայց ինչպես տեսնում եք, հանգստացողները շատ քիչ են, գրեթե չկան։ Այսինքն դուք կարող եք գնել որևէ մի փաթեթ $200-ից $250, վճարեք համարժեք դրամ, մեկնեք Շարմեշեխ եւ հայտնվեք նման վայրում։ Իհարկե բոլոր նրանց համար սա հարմար տարբերակ է, ովքեր գալիս են այստեղ Շարմեշեխ կամ մեկնում են հանգստի ուղղակի ծովում հանգստանալու համար։ Այսինքն դուք կարող եք վճարել մատչելի, գտնվել նման վայրում միայն գիշերը, այսինքն քնել, իսկ վաղ առավոտից լինել Կարմիր ծովի ափին։ Պետք է ասեմ, որ այն այստեղից բավական հեռու է, մեքենայով մոտ 10 րոպե պետք է գնալ, որպեսզի հասնել լողափ։ Այստեղ Շարմեշեխում կա երկու նման թաղամաս, նույնիսկ ընկնում էի, որտեղ դուք կարող եք գտնել այսպիսի մատչելի հյուրանոցներ, նրանք մեկը մյուսի կողքին են եւ հիմնականում իհարկե այստեղ գալիս են մարդիկ, որոնք երկար են մնալու, այսինքն որպեսզի շատ չվճարեն, երկար ցանկության դեպքում կանգ առնելու Շարմեշեխում գալիս են նման հյուրանոցներ, վճարում են եւ մեկ ամիս շարունակ ապրում այստեղ։ Իհարկե ժամանակը հիմնականում օգտագործելով գտնվելով ծովի ափին։
Շարմ el-Շեխի ամենահաճելի պահերից մեկն այն է, որ իսկապես այստեղ հյուրանոցների մեծ ընտրություն կա ու կարող եք գտնել հենց այն ամենը, որ հարմար է ձեր գրպանին։ Ահա եւ հյուրանոցները, որոնց մասին խոսում է, ինչպես տեսնում եք, կողք-կողքի գտնվում են մատչելի հյուրանոցներ, որտեղ կարելի է կանգ առնել օրվա համար վճարելով 5000 դրամ, 4000 դրամ, նախաճաշով 6000 դրամ, մի խոսքով բավական մատչելի կլինի, սակայն եթե անկեղծ լինեմ, այս կողմից տեսեք ամեն ինչ մշակված է, հետևում են ծառերը, թփերը, իհարկե գեղեցիկ է այստեղ ամեն բան մշակում են ու դրա համար էլ Շարմ el-Շեխը այսօր ամենագեղեցիկ վայրերից մեկն է համարվում այստեղ Եգիպտոսում։ Sunset հյուրանոցը բյուջետային զբոսաշրջիկների համար իրական գտածո է։ Հյուրանոցը լավագույնը չէ, բայց դե տեսարանի առումով բողոքներ հաստատ չեն լինի։ Այնպես որ եթե դուք հատուկ շքեղության որոնումներով չեք եկել Եգիպտոս ու հյուրանոցի համարում միայն քնելու եք, ապա կարող եք միանշանակ ընտրել նման տարբերակ։ Իհարկե ինձ այստեղ շատ լավ ընդունեցին եւ առաջարկեցին 1 օր կանգ առնել այս հյուրանոցում, բայց երևի թե ես կհրաժարվեմ, կվերադառնամ Baron Resort եւ իմ հանգիստը կանցկացնեմ հենց այնտեղ։ Իհարկե ահա եւ կարմիր ծովը, որը ինձ համար ամենահետաքրքիր, այո, հետաքրքիր ծովերից մեկն է աշխարհում, չէ՞ որ այստեղ Եգիպտոսում եւ առասարական երկրներում, որտեղ կարմիր ծովն է, կա հնարավորություն բացի լողալը, նաեւ զբաղվել դայվինգով, սնորկելինգով, մի խոսքով հետևել ջրային աշխարհին, ինչը ես ինքս անել շատ սիրում եմ։ Սակայն հնարավորություն լողալու այստեղ չունեմ, որտեղ ժամանակ չունեմ, հարկավոր է շատ եւ շատ նկարահանումներ կազմակերպել, բայց հիմա մի քանի րոպե իհարկե գտնվում եմ Շարմ el-Շեխում, կարող եմ հետևել այս գեղեցկությանը եւ իհարկե վայելել անապակ լեռան սրտից բխող ռեյր բնական հանքային ջուրը, որը ի դեպ ունի օգտակար եւ առողջարար հանքանյութերի հսկայական պաշար։ Իդեպ Rare Waters-ը սերտիֆիկացվել է ԵՄ-ի կողմից որպես բնական հանքային եւ աղբյուրի ջուր։ Դե սիրելի հեռուստադիտողներ, ինչպես յուրաքանչյուր երկրում, Եգիպտոսում բնականաբար եւս մենք պետք է պատրաստենք տեղի ամենահայտնի ազգային ճաշատեսակներից մեկը։ Ես հիմա գտնվում եմ, ինչպես գիտեք, այստեղի լավագույն հյուրանոցներից մեկում, Baron Resort-ում, որի գլխավոր շեֆ խոհարարը միստր Ամերը, այո, այսօր որոշել է հատուկ իմ հեռուստադիտողների համար պատրաստել մի համեղ եւ եգիպտական կերակուր։ Պարոն Ամեր, ասեք, ինչ ենք այսօր պատրաստելու։ Այսօր միասին պատրաստելու ենք ավանդական եգիպտական մի ուտեստ։ Այն իսկապես մեծ տարածում ունի մեր խոհանոցում։ Չկա մի եգիպտացի, որ չտիրապետի այս ուտեստի պատրաստման բոլոր նրբություններին ու գաղտնիքներին։ Ու պետք է անկեղծ լինեմ, աննկարագրելի համեղ է։ Իսկ ասեք, ինչ բաղադրիչներ են մեզ հարկավոր այդ ամենը պատրաստելու համար, ինչ սեղանին դրված է մեզ հարկավոր է։ Առաջին հերթին բամիա է հարկավոր։ Այստեղ ունենք ոչխարի արդեն խաշած միսը, տոմատի մածուկ, կտրատած կանաչ պղպեղ, նաև կարմիր պղպեղ, սող։ Չմոռանամ նշել, որ նաև դեղին պղպեղ ունենք։ Թարմ լոլիկել ենք անպայման օգտագործելու։ Հիմա համեմունքները թվարկեմ։ Այս կողմում բուսայուղի մեջ խառնած սխտոր ունենք, կորինդր, այսինքն համեմի սեր։ Օրինակ աղացած հիլ, աղ ու սև պղպեղ էլ կօգտագործենք։ Ահա,
Շատ լավ, սեղանին է նաև մեր գործընկերների որակյալ ապրանքանիշերը, իհարկե Royal Armenia-ի սև աղացած պղպեղը, որը գիտեն մեր հեռուստադիտողները, այն շատ որակյալ է, բոլոր կերակուրները պատրաստելիս աշխարհի յուրաքանչյուր կետում ես այն օգտագործում եմ, եւ իհարկե սեղանին է նաև իմ նոր գործընկերը Raqmaq տոմատի մածուկը, որը եւս իհարկե օգտագործելու ենք այսօրվա կերակուրը պատրաստելիս։ Խնդրեմ, սկսենք, ես վստահ եմ հեռուստադիտողները հիմա թուղթ գրիչ պատրաստել են ամեն բան, որպեսզի գրի առնեն եւ միգուցե վաղը ձեր տանը լինի եգիպտական որևէ մի երեկո։ Սկսենք։ Դե սկսենք։ Ինչ է անում խոհարարը սկզբում։ Իհարկե միացնում եք կրակն ու սկսում տաքացնել բուսայուղը, բայց ինչպես արդեն ասացի, մենք բուսայուղը խառնել ենք սխտորի հետ։ Այնպես որ պետք է շատ դանդաղ կրակի վրա դնենք տապակը, հակառակ դեպքում սխտորը կվառվի ու ուտեստը շատ վատ համ կունենա։ Իդեպ ուզում եմ շուրջ բոլորը ուշադրություն դարձրեք, մենք հյուրանոցում ենք, բոլորը հանգստանում են, վայելում են, իսկ մենք աշխատում, սակայն նրանց մեջ գտնվել եւ պատրաստելը շատ հետաքրքիր է, բոլորը մեզ են նայում, դե մենք էլ այսպես սրտացավ, այսպես հաճիկով պատրաստում ենք այս արաբական կերակուրը։ Երբ բուսայուղն արդեն տաքացած է, ավելացնում ենք սոխը։ Այո, ավելացնենք սոխը։ Ես ասել էի, որ տոմատի մածուկ է պետք մեզ։ Raqmaq տոմատի մածուկն ենք, այո, այս պահին իհարկե օգտագործելու։ Իդեպ խորհուրդ եմ տալիս բոլոր հեռուստադիտողներին, առանձնատու կանանց, սիրելի կանայք, կերակուրները պատրաստելիս անպայման այո օգտագործեք այս տոմատի մածուկը, այն իսկապես շատ որակով է եւ համեղ։ Խառնենք նորից։ Շատ լավ բույր ունի մածուկը։ Բամյան նախապես խաշել ենք իհարկե, ու հիմա արդեն լցնում ենք այդ խառնուրդի մեջ։ Կարմիր պղպեղ ենք հիմա ավելացնում, որը նախապես իհարկե կտրատել ենք։ Այ ուտեստը պատրաստելիս ամենակարևոր բանը, որ պետք է նկատի ունենանք, այն է, որ բաղադրիչները պետք է շատ լավ եփվեն, ինչպես ասում են, well done լինեն։ Հետո ավելացնելու ենք ոչխարի միսը։ Հիշեք, որ ոչ մի դեպքում չի կարելի այս ուտեստը պատրաստելիս ոչխարի միսը փոխարինել մսի այլ տեսակով։ Ես կօգնեմ խառնել։ Ես կավելացնեմ կանաչ պղպեղը։ Տեսեք ամեն ինչ գունեղ է ստացվում։ Մի քիչ թարմ լոլիկ։ Չմոռանանք դեղին պղպեղը, սա գունառատ ուտեստ է։ Այո, եւ ամեն բան դառնում է, ես հանձնեմ ձեզ այս աշխատանք, որտեղ ձեզ մոտ շատ ավելի լավ է ստացվում։ Ահա։ Տես, ահա այսպես խառնելու ենք։ Մի քիչ էլ բուսայուղ լցնեմ, խառնում ենք, համերը միախառնվում են։ Հիշում ես չէ, որ դանդաղ էինք եփում այս ուտեստը, ինչպես սկզբում ասացի, որքան դանդաղ լինի կրակը, այնքան հնարավորությունը մեծ է, որ բոլոր համերը կմիախառնվեն, իսկ համեմունքների համերը ավելի արտահայտիչ կլինեն։ Ավելացնենք նորից Raqmaq տոմատի մածուկը։ Զգուշորեն խառնում ենք ու թողնում, որ եփվի։ Քանի դեռ ուտեստը կրակի վրա է, ուզում եմ քեզ մի բան ասել մեր խոհանոցի մասին։ Առհասարակ, երբ եգիպտական խոհանոցի որևէ ուտեստ ես ուտում, օրինակ բամիայով այս ուտեստը, կամ ենթադրենք մոլոխեյա, բաբուսա, եգիպտական փլավ, սպանախով սիսեր կամ ցանկացած այլ բան, այն պետք է անպայման ուտես արաբական ավանդական հացով։ Այն նախ շատ համեղ է, յուրօրինակ ձևով ենք թխում, թեև բաղադրիչների մեջ առանձնահատուկ ոչ մի բան չկա, բայց վստահեցնում եմ, երբ եգիպտական ուտելիքը հենց արաբական հացով ես համտեսում, չես կարող պատկերացնել, թե ինչ հաճույք ես վայելելու։ Ավելացնենք իհարկե Royal Armenia-ի սև աղացած որակյալ պղպեղը։ Այո։ Օ, ինչ բույր է տարածվել։ Սա հայկական պղպեղ է։ Իդեպ սա այո, ես թողնում եմ ձեզ, որպեսզի կերակուրներ պատրաստելիս անպայման օգտագործեք հենց այս պղպեղը, որովհետև այն հավատացեք շատ որակյալ է եւ համեղ։ Ահա։ Ես օգնեմ, քանի որ մութն ընկնում է, օրը ավարտվում է, այսօր այնքան վայրերում եմ հասցրել լինել։ Լավ է, որ հասցրեցինք պատրաստել։ Մի քիչ էլ աղ լցնենք։ Այո, աղ ավելացնենք։ Աղացած կորինդր, այսինքն համեմից սերմ։
Ասեմ, որ սրանք ոչ թե եգիպտական համեմունքներ են, այլ արևելյան։ Այսինքն, արևելյան բոլոր երկրների խոհանոցներում կհանդիպենք այս համեմունքները՝ սև պղպեղ, չիլի, կորինդր, քրքում։ Սրանք բոլորը շատ մեծ տարածում ունեն արևելյան խոհանոցում։ Խառնում ենք նորից։ Իսկ ասեք, այս ճաշատեսակը ամեն օր է հյուրանոցում պատրաստվում հյուրերի համար։ Այո, մենք կարող ենք այն առաջարկել ամեն օր, բայց մյուս կողմից էլ ճաշացանկը պետք է հաճախ թարմեցվի։ 22 տարվա խոհարար եմ ես ու հարյուրավոր բաղադրատոմսեր գիտեմ։ Դրանք պետք է օգտագործեմ, չէ՞։ Ավելացրեցինք ջուր։ Այո, մի քիչ ջուր ենք ավելացնում։ Թողնում ենք մոտ 2-3 րոպե եռա ու կարող ենք արդեն մատուցել։ Okay. Դե ինչ կարծես տեսանք ինչպես է այս ամենը պատրաստվում, սիրելի հեռուստադիտողներ, մեզ մոտ հիմա կլինի փոքրիկ դադար եւ մի քանի րոպեից այս ամենը իհարկե պատրաստ կլինի եւ մենք կարող ենք ընտրել այս հյուրանոցի գեղեցիկ տարածքներից, գեղեցիկ անկյուններից որևէ մեկում եւ ես անկեղծ կասեմ ձեզ, ինձ դուր եկավ այս կերակուրը, թե ոչ, այնպես որ մի քանի րոպե եւ շտապում եմ դեպի ընթրիք։ Իհարկե եկավ ամենասպասված պահը, քանի որ ողջ օրը աշխատել ենք, երեկոյան պատրաստեցինք այս համեղ եգիպտական կերակուրը, հիմա եկավ ժամանակը այն համտեսելու։ Գիտեք, քանի որ մեզ մոտ այս պահին եգիպտական երեկո է, սակայն ինձ մոտ ցանկությունը շատ մեծ էր, որպեսզի մեր ընթրիքը լինի ոչ թե միայն եգիպտական, այլ եգիպտա-հայկական կամ հայկականա-եգիպտական, մի խոսքով միքս լինի երկու երկրների խոհանոցի։ Դրա համար ես, որ անկեղծ լինեմ, ձեզ ուզում եմ հյուրասիրել շատ համեղ ապրանքանիշերով։ Նախ ուզում եմ ասել, որ մենք հայերս պանիր ուտել շատ ենք սիրում։ Իսկ ես այսօր ուզում եմ ձեզ հյուրասիրել հայկական լավագույն, որակյալ բանդիվան կաթի լոռի պանիրը եւ սուլուգունի պանիրները։ Եվ իհարկե, քանի որ մսից կերակուր պատրաստեցինք, ուստի բանջարեղենն էլ է հարկավոր եւ ես ուզում եմ նաեւ ձեզ հյուրասիրել ռակմակ ապրանքանիշի խորոված բանջարեղենը, որը եւս շատ համեղ է։ Եկ եգիպտա-հայկական երեկո անենք։ Օ, ինչ համեղ տեսք ունի։ Սա մեր պատրաստած արդեն պատրաստի եգիպտական կերակուրն է։ Կխնդրեմ ինձ հիշեցնեք անունը։ Ոչխարի մսով բամիա ենք ասում։ Այն կոնկրետ անուն չունի, հենց այդպես էլ կոչում ենք։ Իհարկե բանդիվան կաթի պանիրը, լոռին շատ համեղ է եւ սուլուգունին շատ համեղ է։ Եվ իհարկե բանջարեղեն եւս, ասում եմ, չէ, ստացվեց եգիպտա-հայկական ինչ-որ ընթրիք։ Գիտեք, սիրելի հեռուստադիտողներ, անցած եթերաշրջանի ընթացքում ես ինչ ասես համտեսեցի, էլ բզեզներ, էլ ճպուրներ, էլ թռչուններ, սողուններ եւ այլն։ Եվ անհավանական է, որ աշխարհի ամերով ծրագրի 4-րդ եթերաշրջանը սկսել ենք այստեղ Շարմ el-Շեյխում եւ նման ընթրիք էին սպասում, բայց ուզում եմ նշել, որ սա ընդամենը սկիզբն է, քանի որ այս եթերաշրջանի ընթացքում ինձ եւս սպասում են վայրի ցեղեր, անհավանական բաց, զարմացնող, սարսափելի կերակուրներ, այնպես որ հետևեք եթերաշրջանին Armenia TV եթերում, ինչպես նաև իմ YouTube-յան էջում։ Կարող ենք փորձել։ Պետք է անպայման արաբական հացով, հա, ուտել։ Այո, արաբական ավանդական համեղ հացն է սա։ Հիմա ինքդ կհամոզվես։ Կարող ես այս հացը նաև քո բերած կատնամթերքով վայելել։ Իդեպ եգիպտացիք մեզ նման, հայերիս նման հաց ուտել շատ են սիրում։ Գիտեք, առաջին անգամ չէ անկեղծ, որ համտեսում եմ եգիպտական խոհանոցի համեղ կերակուրներից մեկը, քանի որ շատ եմ եղել այս երկրում, սակայն պետք է ասեմ, սա առաջին անգամ եմ փորձում եւ շատ համեղ է։ Շնորհակալ եմ նման համեղ կերակուր այս երեկոյի ընթացքում պատրաստելու համար։
Սիրելի հեռուստադիտողներ, եւ պատրաստման եղանակն էլ այդքան դժվար ու բարդ չէր, այնպես որ եթե գրի եք առել, անպայման փորձեք այն պատրաստել նաեւ դուք տանը ձեր խոհանոցում։ Վաու, համեղ է, չէ՞։ Անկրկնելի համ ունի այս պանիրը։ Այո։ Շատ համեղ է։ Դե ինձ սիրելի հեռուստադիտողներ, այսօր այսքանը շնորհակալություն, որ հետևում եք նորից իմ ճանապարհորդությանը, այս անգամ Արևոտ Եգիպտոսում։ Շարունակեք հետևել իմ նախագծին, որովհետև ես խոստանում եմ, որ հետաքրքիր վայրերը շատ են լինելու։ Առայժմ դե մեզ էլ բարի ախորժակ։ Յոգուրտը եւս հրաշալի է։ Իդեպ Բանդիվան կաթ ընկերությունը նաև իր արտադրանքները վաճառում է սուպերմարկետներում տեղակայված հատուկ եւ առանձին տաղավարներում, որտեղ հաճախորդը նախ կարող է համտեսել տվյալ արտադրատեսակը եւ հետո նոր այն գնել։ Այնպես որ բոլորին խորհուրդ եմ տալիս Բանդիվան կաթ կատնամթերքը։ Կոշարի կամ կոշարի, սա եգիպտացիների ամենասիրելի կերակուրներից մեկն է, որը շատ արագ պատրաստվում է եւ որ ամենակարևորն է, այն շատ մատչելի արժե։ Ես այս պահին գտնվում եմ Աբու Տարեկ ռեստորանում, որտեղ հյուրերին առաջարկում են ուտել միմիայն կոշարի եւ ողջ կահիրեն, հավատացեք, ամեն օր գալիս է այստեղ։ Դե այսօր ես եւս բացառություն չեմ։ Այս ռեստորանում գործն անընդհատ եռում է։ Չնայած զարմանալու շատ բան չկա։ Եթե օրական 2-ից 3000 այցելու ես սպասարկում, ինչպես մեզ մոտ են ասում, քիչ սրբելու ժամանակ հաստատ չես ունենա։ Կոշարին շատ համեղ ուտեստ է, բայց երբեմն չեմ կողմնորոշվում, ինձ համն է գերում, թե պատրաստման եղանակը։ Սա իսկական շոու է, որը խոհարարական իրական հմտությունն է պահանջում։ Տեսնում եք, չէ, ինչպես են ճկունությամբ ու արագությամբ տեղի խոհարարները դասավորում կոշարի բաղադրիչները։ Ասես մի մեծ փազլ հավաքեն։ 1, 2, 3։ Այքան մարդ կա այստեղ միշտ։ Ողջույն բոլորին։ Ողջույն։ Ողջույն, ես Վարդանն եմ Հայաստանից։ Բարի գալուս։ Շնորհակալ եմ, որ հյուրընկալում եք ինձ այստեղ։ Գիտեմ, որ այստեղ ամենահամեղ կոշարին են պատրաստում։ Ասացեք, ինչ ուտելիք է այն։ Կոշարին եգիպտական ավանդական ուտեստ է, որը մենք շատ ենք սիրում եւ բոլոր հարմար առիթներով ուտում ենք այն։ Մի քանի կարևոր եւ հիմնական բաղադրիչ ունի, որոնց ճիշտ համադրումից էլ ստանում ենք այս ուտեստը՝ մակարոն, սիսեր, ոսպ, բրինձ, սոխ, տոմատի հատուկ սոուս, դափնեվարդ, քացախ։ Այս ամենը խառնում ենք ու ստանում կոշարի։ Ոչ բոլորը, բայց մենք այստեղ նաեւ սխտորի սոուս ու կծու չիլի ենք ավելացնում ուտեստի մեջ։ Այդ դեպքում ասացեք, ինչպես է ստացվել, որ այն շատ մատչելի արժե, այսինքն այն հասանելի է յուրաքանչյուրին, ով ապրում է Եգիպտոսում։ Դե որովհետեւ այս ուտեստում օգտագործվող բաղադրիչները այդքան էլ թանկ չեն այս կողմերում։ Հենց բաղադրիչների մատչելիությունից էլ կախված է ամբողջ ուտեստի արժեքը։ Ամենահամեստ միջոցներ ունենալու դեպքում էլ կարող ես քեզ թույլ տալ կոշարի վայելել։ Եվ այս կողմում տեսնում եմ այսպես շատ արագ բոլորը աշխատում են, ինչ է տեղի ունենում այստեղ։ Դե այստեղ բոլորն իրենց գործն են անում։ Ֆաստ ֆուդի պես մի բան է մեզ համար կոշարին։ Մեկը լվանում է ու խաշում սիսերը, մյուսը սոխն է տապակում։ Մեկն էլ սոուսը պատրաստելու համար միախառնում է բոլոր բաղադրիչները։ Կարող եք մոտավորապես թիվ ասել, յուրաքանչյուր օր քանի եգիպտացի է գալիս այստեղ կոշարի ուտելու։ Միշտ մարդաշատ է մեր ռեստորանը, որովհետև այն հայտնի է ու սիրված ինչպես տեղացիների շրջանում, այնպես էլ զբոսաշրջիկների։ Այնպես որ միջինում օրական 2000-ից 3000 մարդ է գալիս մեր սրահ ու վայելում կոշարին։ Դե նորմալ է մի երկրի համար, որտեղ բնակվում է 100 միլիոն մարդ։ Բարսանանք վերև։ Գնացինք վերև։ Համոզվեցիր, չէ, որ բոլոր աշխատողներս յուրահատուկ հմտություններ ունեն։ Ահա տեղավորվիր հարմարավետ։ Գիտեք, մի քանի հարկ բարձրացա ու բոլոր տեղերում մարդիկ նստած ուտում են կոշրի։ Սա հասնում է այն մասին, որ այս վայրը իսկապես շատ հայտնի է այստեղ Կահիրեում։
Դե ինչ, ես պատրաստ եմ ուտելու կոշերին։ Խնդրում եմ, ախտահանիր ձեռքերդ։ Կոշերի ուտելը մի ամբողջ շոու է հիմա լինելու, ես արդեն հասկանում եմ այդ ամենը։ Ահա, Ձեռնոց հագիր, որովհետև այդպես հարմար կլինի ուտելը։ ինձ միշտ կոշարին հիշեցրել է մեր խաշը, անկեղծ որ լինեմ։ Հիմա կհասկանաք ինչու եմ այդպես ասում։ Եվ գիտեմ, որ այն ժամանակին Եգիպտոսում կերել են ամենաաղքատ մարդիկ, ովքեր շատ գումար չեն ունեցել։ Եվ տանը ունեցել են մի քիչ ոսկ, մի քիչ բրինձ, եւ այդ ամենը ունենալուց հետո խառնել են, խաշելուց հետո կերել են, այդպես ստեղծվել է կոշարին։ Հրաշալի կոշարին այստեղ է։ Այս ամենը ինչ ավելացրեցին ներքևում ես տեսա, իսկ սա ինչ է։ Ես քեզ ավելի գունեղ կներկայացնեմ։ Ահա դե հիմա լսիր պատմում եմ հերթականությունը։ Մակարոն, ոսպ, բրինձ։ Դա ինքդ էլ ես հասկանում ու տարբերակում։ Գիտես, որ այս ամենը հերթով լցնում են իրար վրա։ Սկզբում բրինձ, հետո մակարոն ու վերջում ոսպը։ Դրանից հետո մենք առանձին մատուցում ենք տապակած սոխ, սիսեր ու տոմատի մածուկով սոուս։ Սա էլ իմ սիրած ֆիրմային սխտորի սոուսն է։ Չիլի սոուսը, դե իհարկե, աղուպղպեղ ըստ ճաշակի։ Հիմա թույլ տուր քեզ համար պատրաստեմ ամենահամեղ կոշարին։ Սկզբի համար մեծ քանակությամբ տոմատի մածուկ ենք լցնում, հետո ավելացնում ենք անկրկնելի սխտորի սոուսը։ Ահա, գերազանց է։ Սիրում ես կծու։ Դե դուք հայերդ սիրում եք կծու, շատ կծու եք սիրում, գիտեմ։ Լավ է, չէ՞ բուրում։ Մի քիչ աղ լցնենք տոմատի մածուկի վրա։ Հիմա բաց քո գդալը։ Խառնիր այս տոմատի մածուկը։ Ասում եմ, չէ, մեծ արարողություն եւ շոու է կոշարի ուտելու process-ը։ Մի հատ էլ խառնիր։ Հոտը հավանում ես, լավն է, չէ։ Ահա, Օ, ինչ բուրմունք։ եւ Սա էլ ենք լցնում ուտեստիդ վրա, տոմատի մածուկով սոուս։ Հրաշալի է, չէ։ Ահա այսպես, որ լրիվ ծածկի կոշարին։ Հիմա սիսերը համեմենք կիտրոնի թարմ հյութով։ Սա էլ այսպես, ահա։ Սա էլ լցնենք ուտեստիդ վրա, համարյա պատրաստ է, տես թե ինչ ենք անում, վերջին ակորդը տապակած սոխն է։ Գդալդ վերցրու։ Սպասիր իմ գդալն էլ բացեմ։ Խառնում ենք երկու կողմից։ Օ, ինչ հոտ է տարածվել։ Ինչպես է բուրում։ Ախորժակս գրգռվեց, երևի սոված եմ։ Ահա այսպես, համեցեք, բարի ախորժակ քեզ։ Thank you։ Դե վայելիր։ 50 օրվա ընթացքում մեկ անգամ կարելի է գալ այստեղ այս ամենը ուտել եւ վերջ մինչեւ հաջորդ օրը այս ժամը դու քաղցած միանշանակ չես լինի։ Շատ համեղ է։ Ես չգիտեմ գաղտնիքը ինչու՞մ է, միգուցե սոուսում, թե խաշելիս այս ամեն ինչ որ համեմունքներ են ավելացնում, չգիտեմ, բայց ես վստահ եմ, եթե մենք տանը ձեզ հետ միասին ուղղակի այս ամենը խաշենք եւ խառնենք, փորձենք ուտել, այս համը միանշանակ չի լինի։ Ասեմ ավելին, ես մի քանի անգամ Շարմեշեխ քաղաքում եւս փորձել եմ համ տեսել կոշերի, բայց այս համը չի եղել։ Կոշերին պետք է ուտել միմիայն այստեղ Կահիրե քաղաքում եւ հենց այս ռեստորանում։ Այն իսկապես շատ համեղ է։ Ամենահաճելի պահ եւ վայելում ես քո հայկական ջուրը, ռեյրը։ Դե ինձ
բարեախորժակ ինձ ասացին, որ կոշերից հետո կա հատուկ մի քաղցրավենիք, որը ես եւս պետք է պարտադիր համտեսեմ, որտեղ այն պատրաստում են հենց այստեղ այս ռեստորանում։ Դե ինչ, երբ արդեն կոշարին վայելել ես, անպայման դրանից հետո պետք է բրնձի պուդինգ ուտես։ Փորձել ես։ Կամ գիտես թե ինչ է դա։ Բրինձ, կաթ, շաքարավազ ու վանիլ։ Խառնում ենք, հետո եփում ենք միասին։ Ստանում պուդինգ։ Կոշարի ուտելուց հետո անպայման պետք է փորձես այն։ Սա մեր հայտնի աղանդերն է։ Դե փորձիր ու ասա։ Շատ համեղ եմ։ Իհարկե ամեն օր կոշեր ուտել հնարավոր չէ, որովհետև ամեն երեկո պետք է գումարեք 1 կիլոգրամ, ամսվա վերջին ինչ կստացվի, չգիտեմ, բայց երբ լինում եք Եգիպտոսում, Կահիրեում, ես վստահ եմ ամեն օր դուք կամ ամիսը մեկ այստեղ չեք լինում, միանշանակ խորհուրդ եմ տալիս անպայման փորձել այստեղ կոշերին եւ դրանից անմիջապես հետո այս քաղցրավենիքը։ Մնալու այստեղ այլևս ժամանակ չունեմ, արագ հարկավոր է արդեն վճարումը կատարել American Express Gold քարտով եւ շարժվել առաջ։ Շնորհակալ եմ։ Մի քանի վայրկյան եւ վճարումը կատարված է շնորհիվ իմ ճանապարհորդությունների լավագույն ընկերոջը American Express Gold քարտի, որի քարտատերը կարող եք լինել նաեւ դուք այցելելով Agva Bank։ Այսպիսին էր այսօր Եգիպտոսը, իսկ մենք ձեզ հետ կհանդիպենք Armenia TV եթերում ուղիղ մեկ շաբաթից։ Չմոռանաք հետևել իմ ճանապարհորդություններին իմ ինստագրամյան, ֆեյսբուքյան, յութուբյան եւ տիկտոկյան էջերում։ Առայժմ։ Ուր է գնում, փախան, ուղտերը փախան։ Հաջորդ ծրագրում ես կհայտնվեմ տեղի ուղտերի շուկայում, որտեղ ոչ միայն կպարզեմ ամենաթանկ ուղտի գինը, այլ նաև կտեսնեմ ինչպես են մարդիկ ուղտի միս ուտում։ Հետո էլ հայտնվելու եմ մահացածների քաղաքում, ու այս ամենին հազիվ թե դիմանայի, եթե չլիներ բուրգերի տեսարանով համեղ ընթրիքն ու հայկական քյաբաբ հիշեցնող հեքիաթային ուտեստը։ Հայկական տրամադրություն կա։